Պրոցեդուրա, որը մաշկս այսենց դեղին թողեց, եկեք պատմեմ։ Իմ սիրուն մաշկի պրոցեդուրաները համալրվել է նոր փաթեթով, որը կոչվում է Glam, ինչ է իրանից ներկայացնում։ Մինչև դրան անդրադառնալը կատարեցի մաշկի դիագնոստիկա արհեստական բանականության միջոցով։ Անվտանգ է, ցավ չի առաջացնում։ Մաշկի թեստավորման հատուկ մատի ցուցիչի միջոցով չափում են մաշկի տարբեր հատվածների խոնավությունը, էլաստիկությունը, անգամ յուղայնությունը։ Արդյունքում ստացանք հենց մաշկի ամբողջական պատկերը։ Նվելով իմ մաշկի առանձնահատկությունների վրա արդեն կազմեցինք միասին խնամքի ծրագիր։ Հասկացանք, որ հիմա անհրաժեշտ է աշխատել մի փոքր էլաստիկության վրա եւ ընտրեցինք այս կապսուլան։ Սա մաշկս է մինչ պրոցեդուրայի սկսելը։ Սկսեցինք մաշկի վակուումային մաքրումով։ Իդեպ գլխիկները մեկ անգամյա օգտագործման համար են, այստեղ ամեն ինչը կատարվում է շատ մաքուր, հիգիենիկ եւ բնականաբար ստերիլ պայմաններում, okay։ Ես իհարկե դժգոհ եմ իմ մաշկի որակից եւ կարծում եմ առհասարակ առածկական է, բայց կուզեմ օրինակ այս հատվածը ել ավելի ձիգ եւ առածկական լինի, այնպես որ մի փոքր ավել ժամանակ տրամադրեցինք այս հատվածի վրա։ Հաջորդ փուլը մաշկի լուսավորումն է։ Սա շատ մեղմ էքսֆոլիացիա է, այսինքն շերտազատում եւ թթվածնով մաշկի հարստացում։ Հաջորդ փուլը շատ ավելի հաճելի է։ Սա էլեկտրոստիմուլյացիա է, այսինքն ոչ ասեղային RF։ Սա մաշկի ձգումն էր եւ մկանների կծկումներ ու շատ հաճելի էր։ Ու այս խնամքը ավարտվեց մաշկը խոնավացնելով եւ իհարկե վերականգնելով։ Մաշկս պրոցեդուրայից անմիջապես հետո կրկին դիագնոստիկա անցկացրեցինք, որպեսզի համեմատենք մինչ եւ հետոն մաշկիս վիճակի։ Կոմենտներում գրեք, կկատարեիք նման պրոցեդուրա։